Խորհրդարանում մեկնարկել են 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը ներկայացրել է, որ մի շարք կառույցների ֆինանսավորումը կաճի, մասնավորապես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել շուրջ 3,5 միլիարդ դրամ, իսկ քննչական կոմիտեին ավելի քան 19,2 միլիարդ դրամ։ Իշխանական պատգամավորը մտահոգված է բիզնեսի վրա հարկային եւ քննչական մարմինների ճնշումներով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարել է, որ գործարարների դեմ հարուցված գործերում ենթադրյալ խախտումների չափը միտումնավոր ուռճացվում է գործերը քննչական կոմիտեի վարույթ հանձնելու նպատակով։ Ի պատասխան քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը վստահեցրել է, որ իրենց կառույցը գործում է միայն պետական եկամուտների կոմիտեից ստացված հիմնավորված հաղորդումների հիման վրա եւ չվճարված հարկերի հավաքագրման պլան չունի։ Երբ որ հիմքերը բավարար են լինում, մենք նախաձեռնում ենք քրեական վարույթներ, այնուհետև քրեական վարույթների նախաքննության ընթացքում, քանի որ վարույթի նախաձեռնման հիմքում դրված է լինում ՊԵԿ-ի կողմից կատարված նախնական հաշվարկը, մենք սկսում ենք քննչական գործողությունների շրջանակներում կատարում ենք նաև անհետաձգելի քննչական գործողություններ, որոնց մեջ մտնում է նաև գույքագրման աշխատանքներ կատարելը, տնտեսվարողի կողմից որոշակի փաստաթղթային հիմքեր առգրավելը, որոնք որպես ելակետ հիմք են հանդիսանում նախաքննության ընթացքում ստուգում նշանակելու համար։ Եվ ստուգման ընթացքում, երբ որ ստուգման արդյունքներն ավարտվում են, ստուգման հիման վրա մենք արդեն որոշում ենք անձին քրեական հետապնդում հարուցելու հարցը, սա է ընթացակարգը։